Ամկետը 6 ամսով դուք ձեր վերջին նախագիծը որ բերել եք բազմաթիվ թվեր ու բաներ եք հնչեցնում որ զորակոչի լուրջ խնդիր կա Հայաստանում հիմա այս նախագծի շրջանառության մեջ դրվելու հետ կապված ձեր կողմ դեմ դիրքորոշումը ինչպիսին է եւ արդյոք սա հակադրության մեջ չի նախաձեռնությունը ՊՆ-ի այն հայտարարությունների հետ նաեւ որոնք դուք եք անում իդեպ այսօր նաեւ պատասխանում բայց հարցը նաեւ դուք չպատասխանեցիք ուզում եք Հայաստանը այն հարցերի պատասխանը որը ձեզ եք ՊՆ փոխնախարարը հայտարարեց, որ կա զորակոչի խնդիր Հայաստանում։ Շնորհակալ եմ կարևոր հարցի համար, տեսեք, ես շատ ուրախ եմ, որ իմ օրենսդրական գործունեության հետ կապված հարց եք տալիս, քանի որ բամբասանքներին եւ այլ նյութերին ցանկություն չունեմ մեծ հաշվով պատասխանելու, նոր փորձեցի հնարավորինս պատասխանել այն հարցերին, այլևս չեմ անդրադառնա, հիմա անդրադառնանք այն հարցերին, որոնք կապված են իմ օրենսդրական գործունեության հետ։ 2024 թվականի տարեսկզբին ես ուսումնասիրելով զորակոչի հետ կապված խնդիրները Հայաստանի Հանրապետությունում 2022-2023 թվականների ծայրահեղ ծանր վիճակը մի շարք օրենսդրական նախաձեռնությամբ եմ հանդես եկել եւ նաեւ քննարկումներ եմ ունեցել Պաշտպանության նախարարության հետ, դրա հետ կապված վարչապետի հանձնարարականով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը ստեղծվել էր, որպեսզի քննարկվի նաեւ իմ կողմից ներկայացված զորակոչի հետ կապված խնդիրները։ Սրա հետ կապված ես 5 քայլով էի հանդես եկել, այդպես էր պայմանական կոչվում, որպեսզի լուծենք զորակոչի հետ կապված խնդիրները եւ այդ քայլերից մեկը այո հենց պարտադիր զինվորական ծառայությունը 1.5 տարի սարքելն էր, բայց նաեւ այլ կարեւոր հատվածներ կար օրենքի նախագծի մեջ, որը ես շրջանառել էի։ Հատկապես ամենակարևորներից մեկը, որը ես ցանկանում եմ հիմա նշել եւ նաեւ լրագրողներին ասել, որպեսզի դուք նաեւ այս սրա հետ կապված աշխատանք ունեք կատարելու, իմ ասեմ որն է դա։ Խոսքը վերաբերվում էր Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների քաղաքացիությունից հրաժարվելուն մինչև 18 տարին լրանալը եւ ես թվեր էի հրապարակում, որ այս տարի կամ հաջորդ տարի բանակ զորակոչվողների 7%-ը կամ 8%-ը արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն եւ մեծ թվով քաղաքացիներ հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, որպեսզի հետագայում չզորակոչվեն պարտադիր զինվորական ծառայության։ Օրենքը տապալվեց ընդդիմության դեմ քվեարկելու եւ քաղաքացիական պայմանագրի խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչյանի ձեռնպահ քվեարկելու արդյունքում կամ հետևանքով։ Հիմա ես կցանկանամ, որպեսզի դուք լրագրողները հարց տաք ընդդիմադիրային պատգամավորները, ովքեր դեմ քվեարկեցին եւ տապալեցին նախագիծը եւ նաեւ մեր մյուս գործընկերոջով ձեռնպահ քվեարկելով տապալեց նախագիծը, որպեսզի կներեք ավարտում եմ, որպեսզի հասկանանք օրենքի տապալումից հետո ամառվա ընթացքում հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին քանի անձ է հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, նրանցից քանիսն են եղել արևասերը, ես հիմա ինչ վերաբերվում է 2 տարին տարուկես սարքելուն, դա անհրաժեշտ քայլերից մեկն է, որը պետք է տեղի ունենա զորակոչի հետ կապված խնդիրը լուծելու համար։ Հիմա ասեմ ոնց է լինի։ Զորակոչի հետ կապված խնդիրների մի զգալի մասը գալիս են առողջական խնդիրներ ունենալու պատճառով բանակից խուսափելով կամ առողջական տնտեսարքելով ոչ պիտանի ճանաչվելով զորակոչի չներկայանալով եւ զորակոչից ազատվելով։ Ես հիմա ես ինչ էի առաջարկում, ես առաջարկում էի որպեսզի խստացնող մի շարք օրենքներ ընդունենք, որպեսզի մեր քաղաքացիները չկարողանան խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, դրա արդյունքում մեծանա զորակոչը եւ զորակոչի մեծանալը մեզ հնարավորություն տա զորակոչի ժամկետը կրճատելու։ Տեսեք, եթե մենք օրինակ կնդիցուկ, եթե մենք ունենանք 2 զինծառայող, ովքեր ծառայում են 2 տարի ժամկետով, մենք ունենում ենք 4 տարվա պարտադիր զինվորական ծառայություն, ճիշտ է։ Եթե մենք ունենում ենք 3 ժամկետային զինծառայող, ովքեր ծառայում են ամեն մեկը 1.5 տարի, մենք ունենում ենք 4.5 տարի պարտադիր զինվորական ծառայություն։ Ինչ եմ ուզում ասել, եթե մենք պարտադիր զինվորական ծառայությունը կրճատում ենք 25%-ով, բայց կարողանում ենք 25%-ով կամ ավելի մեծ տոկոսով բարձրացնել զորակոչի թիվը, ունենում ենք միավոր ժամանակահատվածում ավելի մեծ թվով զինծառայողներ։ Այսինքն, եթե 2-ի փոխարեն մենք ունենում ենք 3 զինծառայող, մենք կարողանում ենք 4 տարվա փոխարեն ունենալ 4.5 տարի պարտադիր զինվորական ծառայություն։ Կներեք, պատասխանում եմ հարցի շատ կարևոր հարց է։ Ասեք, լսում։ Հիմա ինչա նախատեսվում։ Ես առաջիկայում փորձելու եմ նկրկին շրջանառության մեջ դնել իմ օրենքի նախագիծը, որպեսզի կանխեմ այն արատավոր երևույթը, որը կա Հայաստանի։ Ըստ իս պետք է խնդիրներ լուծվեն փաթեթով,
որպեսզի մենք երբ խրախուսում ենք պարտադիր զինվորական ծառայությունը կրճատելով ժամկետը, դա խրախուսող նորմ է, մենք նաև սահմանափակելով մյուս արատավոր կետերը, որոնցով քաղաքացիները հրաժարվում են պարտադիր զինվորական ծառայությունից, փորձենք զորակոչի թիվը մեծացնել, որպեսզի միավոր ժամանակահատվածում չունենանք զորակոչիկների թվի նվազում։ Ասեք օրինագիծը որ փուլում է եւ նաեւ դուք խոսել եք կներեք երևանացիում եմ, մեր այդպես հարցը մի տեղ։ Նորություն չի ԿՊ-ում։ Չկա նման անհանգստություն։ Ես ուզում եի հարցնել օրինագիծը հիմա ինչ փուլում է եւ դուք նաեւ տոկոսներով եք խոսել, որ 18 տարի լրացածների քանի տոկոսն է գնում պարտադիր ժամկետային ծառայության, որքանով է ճիշտ է տոկոսներով խոսելը եւ կա դրա իրավունքը։ Այո, կա դրա իրավունքը, տոկոսներով խոսելու նպատակը նա է, որպեսզի մեր հանրությանը բացատրենք, թե ինչ իրավիճակ ունենք այսօր եւ ինչ փոփոխություններ պետք է կատարենք, որպեսզի այս իրավիճակը մեղմվի։ 2022 եւ 2023 թվականներին բանակ է զորակոչվել զորակոչի ենթականների 31.4% միայն։ Այսինքն մոտ 70%-ը չի գնացել պարտադիր զինվորական ծառայության, ինչ-ինչ խնդիրների պատճառով։ Ես նաև հանձնաժողովի նիստում մանրամասն նշել եմ, թե քանիսն են հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, քանիսն են մեկնել ուսման չեն ներկայացել ուսման գնալուց հետո, քանիսն են առողջական խնդիրների պատճառով խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից եւ այս ուսումնասիրությունը ես անում եմ դեռևս 2019 թվականից եւ հաճախ խոսք է գնում եւ այո վարչապետին ներկայացրել եմ եւ հաճախ եւ խոսքը գնում է որ Հայաստանում բանակը կամ Սարգսյան Հայկի նախագիծը վերաբերվում է նրան որպեսզի աղքատները ծառայեն եւ հարուստները չծառայեն ես պարզ բան եմ ասում դեռևս 2019 թվականին ես հարցում եմ արել այն ժամանակվա կրթության նախարարին հետեւյալն է եղել Քանի քաղաքացիներ են արական սեռի մեկնել Հայաստանից ուսման նպատակով ստացել տարկետում, նրանցից քանիսն են վերադարձել։ Եվ հարցման պատասխանը նախարարի ստորագրությամբ եկել է, որ կրթության նախարարությունը նման հաշվառում չունի։ Այսինքն մենք տարիներով տվել ենք տարկետում մեծահարուստների կամ հարուստների երեխաներին, որտեղ նրանք կարող են ուսման մեկնել լավագույն համալսարանները աշխարհի, Լոնդոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ այլն, եւ փաստացի որևէ հաշվառում չի վարվել, նրանք հետ վերադառնում են, թե ոչ, մինչ օրս էլ նման հաշվառում պատշաճ չի վարվում։ Եվ մենք տարիներով շարունակ տալիս ենք տարկետում այս խմբի անձանց, ովքեր ենթադրաբար հարուստ են կամ առնվազն աղքատ չեն, նրանք մեկնում են եւ մեծամասամբ չեն վերադառնում Հայաստանի Հանրապետություն մինչեւ 27 տարին լրանալը, որտեղ ուսում են ստանում, ծախսում են մեծ գումարներ։ Հիմա կներեք, հիմա ասեմ։ Եվ նաեւ ունենք մեծ խումբ քաղաքացիներ, ովքեր հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից մինչեւ 18 տարին լրանալը։ Եվ 18 տարին լրանալուց հետո նրանք այլևս զինապարտ չեն։ Իմ հարցերը բարձրացրած եւ իմ նախագծերը վերաբերվել են այս կետերին, որովհետեւ մենք փակենք քաղաքացիությունից հրաժարվելու ճանապարհը, որովհետեւ մենք փակենք ուսման նպատակով տարկետում ստանալու եւ դուրս մեկնելու ճանապարհները եւ նաեւ փակենք առողջական խնդիրների պատճառով ծառայությունից խուսափելու ճանապարհները։ Սրա արդյունքում ունենանք զորակոչի միջև կրկնակի աճ, այսինքն 31%-ի փոխարեն բանակ զորակոչվի 60%-ը, սրա արդյունքում կարող ենք նաև ծառայության ժամկետը կրճատենք եւ դա նպաստ կբերի այն քաղաքացիներին, ովքեր այսօր ուզեն մեկնում են ծառայության, որովհետեւ չունեն հարուստ ծնողներ, չեն կարողանում մեկնել արտերկրի սովորելու, չեն կարողանում հրաժարվել քաղաքացիությունից կամ չեն կարողանում այլ միջոցով ստանալ ոչ պիտանելիության թուղթ։ Սա է ամբողջ նախագծի իմաստը։ Դուք Ալեն Սիմոնյանի եւ Վիվարոյի սեփականատերերի թույլ տվեք ես իմ հարցի տամ պատասխանի։ Ալեն Սիմոնյանի եւ Վիվարոյի սեփականատերերի միջև կապ տեսնում եք արդյոք թե ոչ եւ կարծում եք որ այդ կապը որևէ ազդեցություն ունի այս պատմության վրա թե ոչ։ Ես չեմ ցանկանում պատասխանել այդ հարցին։ Դուք լրագրող եք, դուք կարող եք այդ հարցի պատասխանել։ Եվ ասում եք, որ այդ ամբողջ խնդիրները լուծելով, հետո նաև հնարավորություն ստեղծվեց կրճատել ծառայության ժամկետը, այդ կբարձրացնի հիմա այդ ամբողջը չլուծված զորակոչի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվում է, սա ինչ խնդիր կարող է առաջացնել։ Տեսեք, իմ նախագիծը, որ ես շրջանառել էի, կառավարության նիստում, այո, փաթեթային լուծումը, կառավարության նիստում ստացել է դրական եզրակացություն եւ զեկուցողը պաշտպանության նախարարն էր, ով իմ բարձրացրած խնդիրները երկրորդում էր եւ ասում էր այո մենք ունենք նման խնդիրներ կապված զորակոչի թվի հետ, քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի հետ, մյուս դեպքերի հետ
Եվ ասում են, որ անհրաժեշտ է, որպեսզի մենք ընդունենք падգամավոր Հայկ Սարգսյանի կողմից շրջանառված օրենքի նախագիծը։ Նախագիծը տապալվեց ազգային ժողովում, որովհետև ընդդիմադիր մեր գործընկերները եւ նաեւ իշխանության գործընկերներից մեկը արդեն նշեցի, դեմ քվեարկեցին հանձնաժողովին։ Հիմա ես պատասխանում եմ ձեր հարցին, այն հարցին, թե փաթեթային ճիշտ է անել, թե ոչ։ Ես իմ կարծիքը եւ նաեւ պաշտպանության նախարարի պաշտոնական կարծիքը եւ նաեւ կառավարության պաշտոնական դիրքորոշումը, որը եկել ազգային ժողով, հետեւյալն է, որ այո, պետք է խնդիրները լուծվեն փաթեթային։ Բայց իրենք նախագիծ են դրել, որը փաթեթային չի, պարոն Սարգսյան։ Ճիշտ եք ասում, շատ ճիշտ է։ Խնդիր կառաջացնի։ Ես դրա հետ կապված օրերս նաեւ գրություն եմ գրել պաշտպանության նախարարին, շնորհակալություն եմ հայտնել, որ իմ առաջարկած կետերից մեկը պաշտպանության նախարարությունը շրջանառել է, նաեւ Ին գրության մեջ հայտնել եմ, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գտնում եմ, որ այս խնդիրները պետք է լուծվեն փաթեթային, որովհետև մենք սրա միջոցով պետք է նաև կանխենք քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը։ Բանավոր զրույցում նախարարը ասել է, որ կիսում եմ կարծիքը եւ առաջիկան պետք է քննարկումներ ունենանք։ Պետքում ոչ շորժայի հետ կապված ձեզ է պատկանում Սևան ազգային բողոքի մեջ ինչ որ խնդիրներ կա դրա հետ կապված, որ Ալենսմյանը դիմել է։ Երբ որ դիմել ենք ԲՀ ձեր հարցով հիմքում ինչ են դրել, դա ես դրա հետ կապված արդեն ասեցի, այլ հարցեր, եթե օրենսդրական նախագծի հետ կապված հարցեր ունեք, չեմ ցանկանում պատասխանել։ Ուրիշ հարց կա։ Ասեք։ Չեմ ցանկանում, կներեք, չեմ ցանկանում պատասխանել։ Ասեք, խնդրում եմ Շողիկ ջան։ Չեմ ցանկանում։ Հարցազրույց չէ Շողիկ։ Արեք ջան, չեմ ցանկանում ձեր հարցին պատասխանել։ Ունեք այլ հարց, ասեք։ Որովհետև կարծում եք նոր խնդիրներ կառաջանան ձեր համար։